Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչների Գեղինյանն եմ։ Ես այժմ գտնվում եմ Երևան քաղաքում, այգիներից մեկում, այսօր 2026 թվականի ապրիլի 16-ն է, ինչպես արդեն գիտեք, այսօր ոստիկանների տոնն է։ Ես ցանկանում եմ սրտանց շնորհավորել բոլոր ոստիկաններին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ անվտանգ ծառայություն, նաև իրենց ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարող ոստիկաններին նույնպես շնորհավորում եմ, հանցավորության դեմ պայքարող ոստիկաններին նույնպես շնորհավորում եմ, առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորանքներս հղել իմ մտերիմ ընկերներ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետի տեղակալ Վահրամ Խաչատրյանին եւ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի հերթապահ ոստիկան Իգոր Հովհաննիսյանին առանձնահատուկ կերպով եմ շնորհավորում։ Նաև ցանկանում եմ հանդայնացնել, որ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետի տեղակալ Վահրամ Խաչատրյանը ապօրինի հետապնդվում էր պետության կողմից, մեղադրվում էր իբր թե բռնություն գործադրելու մեջ, մինչդեռ վերաքննիչ քրեական դատարանը մի քանի օր առաջ արդարացրեց ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետի տեղակալ Վահրամ Խաչատրյանին, ով իր ողջ ծառայողական գործունեության ընթացքում անողոք պայքար է տարել հանցավորության դեմ։ Նաև ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ Վանաձոր քաղաքում հայտնի սուտի գողական ջունգլիներցի Արտյոմ Մականունով Արտյոմ Վալերիկի Հարությունյանը բռնություն է գործադրել ոստիկանության ծառայող Վահրամ Խաչատրյանի նկատմամբ եւ այդ քրեական վարույթով ոստիկանության ծառայող Վահրամ Խաչատրյանը հանդիսանում է տուժող, մինչդեռ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատանի դատավոր Արմեն Պողոսյանը չգիտես ինչու բանտային կալանքից ազատ արձակեց ոստիկանության ծառայող Վահրամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրած այդ ջունգլիներցի Արտյոմին։ Ինչևիցե, այսքանն էի ուզում իմ հետևորդների հետ կիսվել, եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր ոստիկաններին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ անվտանգ ծառայություն։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցեն Հայաստանի Հանրապետության հանցավորության դեմ անողոք պայքարող ոստիկանները։